Բարև ձեզ, Շանթի եթերը շարունակում է հորիզոնը, մենք շարունակում ենք աշխատել արտակարգ ռեժիմով։ Հայաստանում այսօր տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ընտրում են 9-րդ գումարման ազգային ժողովը։ Ժամը 8-ից մեր երկրի ամբողջ տարածքում բացվել են բոլոր ընտրատեղամասերը։ Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ, որից 16-ը կուսակցություններ են, 2-ը դաշինք։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում նոր տվյալներ են հաղորդել, թե ժամը 14-ի դրությամբ որքան է կազմել ընտրության մասնակիցների թիվը։ Տեղափոխվենք հանձնաժողով, որտեղ արդեն աշխատում է Գոհար Սարգսյանը։ Գոհար, ինչ մանրամասներ կհայտնես այս պահին։ Վահագն, ողջույն, կենտրոնական ընտրական հանձնաժողովում բավականին ինտենսիվ կերպով մամուլի ասուլիսներ են ընթանում եւ ներկայացվում են թարմ տվյալներ ընտրական պրոցեսի վերաբերյալ, մասնավորապես ինչ իրավիճակ է ընտրատեղամասերում եւ նաեւ ընտրողների մասնակցության ակտիվության վերաբերյալ տեղեկություններ ներկայացվում։ Այսպես իմ ձեռքի տակ են այս պահին ամենաթարմ տվյալները ընտրողների մասնակցության վերաբերյալ 14:00-ի դրությամբ ընտրական իրավունք ունեցող 2,505,102 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 847,226 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 33,84%-ը։ Վահագն, ես ներկայացրի ընդհանրական թվեր, բայց առաջարկում եմ հիմա մեր պատրաստած տեսանյութը լսել եւ տեղեկանալ, թե կոնկրետ որ մարզում քանի ընտրող է կատարել իր քաղաքացիական պարտքը։ Երևան քաղաքում 849,488 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թվից քվեարկությանը մասնակցել է 283,601, որը կազմում է քվեարկելու իրավունք ունեցողների 33,38%։ Արագածոտնի մարզում 113,441 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թվից քվեարկությանը մասնակցել է 39,691, որը կազմում է 34,99%-ը քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի։ Արարատի մարզում 220,167 քվեարկելու իրավունք ունեցող ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 72,243-ը, որը կազմում է 32,81%։ Արմավիրի մարզում 226,337 քվեարկելու իրավունք ունեցող ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 68,785-ը, որը կազմում է 30,39%։ Գեղարքունիքի մարզում 177,854 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 57,422-ը, որը կազմում է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 32,29%։ Լոռու մարզում 219,301 քվեարկելու իրավունք ունեցող ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 74,575-ը, 34,96%։ Կոտայքի մարզում 240,528 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկությանը մասնակցել է 86,481-ը, 35,95% է կազմում։ Շիրակի մարզում 207,820 քվեարկելու իրավունք ունեցող ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 65,608-ը, այսինքն 31,57%։ Սյունիքի մարզում 106,972 քվեարկելու իրավունք ունեցող ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 41,738, այսինքն 39,02%։ Վայոց ձորում 44,638 քվեարկելու իրավունք ունեցող ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 16,878 ընտրող, այսինքն 37,81%։ Տավուշի մարզում 103,434 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 40,204 ընտրող, այսինքն 38,87%։
Վահագն, ուզում եմ տեղեկացնել, որ բավականին տևական ժամանակ պատկան մարմինները, ինչպես նաև կուսակցությունները քաղաքացիներին կոչ են արել այսօրը հունիսի 7-ին ակտիվ լինել, մասնակցել ընտրություններին եւ այսպես ասած տեր կանգնել սեփական քվեին։ Իդեպ ինչ վերաբերում է քվեաթերթիկներին, ապա տպագրվել է շուրջ 47 միլիոն քվեաթերթիկ, այսպիսով քաղաքացիները, ովքեր գնում են ընտրության, ստանում են բոլոր 18 կուսակցությունների եւ դաշինքների քվեաթերթիկները եւ կատարում սեփական ընտրությունը։ Նաեւ նշեմ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում բազմիցս նշել են, այսօր էլ մի քանի անգամ կրկնել են, որ քվեաթերթիկների վրա չպետք է գրիչով որևէ նշում արվի, քանի որ այս դեպքում քվեաթերթիկը համարվում է անվավեր։ Նաև չպետք է լուսանկարել քվեաթերթիկները, քանի որ դա համարվում է գաղտնիության իրավունքի խախտում, եւ նշեմ, որ գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն։ Այս պահի դրությամբ այսքանը կարող էի հաղորդել Վահագն։ Շնորհակալություն Գոհար, ես հիշեցնեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հաղորդում էր Գոհար Սարգսյանը։ Ընտրախախտումների մասին են հայտարարում թե իշխանության եւ թե ընդդիմության ներկայացուցիչները։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորի տեխնացու Վահագն Ալեքսանյանն է այսպիսի գրառում արել։ Ստացել ենք տեղեկություն, որ տեղամասերից մեկում քաղաքացին փորձել է դուրս հանել 16 համարի քվեաթերթիկը։ Առավել քան վստահ եմ, որ սա ընտրակաշարք ստանալու պայմաններից մեկն է։ Նման բոլոր դեպքերում ահազանգ է լինելու ոստիկանություն եւ հուսով եմ իրավապահները հենց տեղից բերման կենթարկեն այդ մարդկանց ընտրակաշարք ստանալու կասկածանքով։ Իր հերթին Հայաստան դաշինքն է հայտարարել, թե ընտրական օրվա ընթացքում արձանագրվել են քվեաթերթիկներ ընտրատեղամաս բերելու, ինչպես նաև ընտրատեղամասից դուրս հանելու դեպքեր։ Իսկ ուժեղ Հայաստան դաշինքը հայտարարել է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչները համակարգված եւ զանգվածային խախտումներ են իրականացնում ընտրատեղամասեր մուտք գործելով իրենց քարոզչանյութերով։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից էլ հայտնել են, որ այսօր առավոտյան ժամը 8:19-ին թիվ 20 կոտորակիսունվեց ընտրատեղամասում ուժեղ Հայաստանի վստահված անձը կատարել է կրկնակի քվեարկության փորձ, որից հետո սարքը կրկնակի քվեարկության փորձ գրառմամբ կտրոն է տպել։ Ընտրատեղամասի հանձնաժողովի կողմից կտրոնը վերցվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար, որից հետո վստահված անձը դուրս է հրավիրվել ընտրատարածքից եւ ներկայացվել է ոստիկանության ծառայողին։ Հանցան կատարած լինելու հիմնավոր կասկածի հիմքով ոստիկանության կողմից նա ձերբակալվել է, նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու հոդվածով։ Ժամը 14-ի դրությամբ ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնը ստացել է 29 ահազանգ, արձանագրվել է կրկնակվեարկության 6 քվեարկության գաղտնիության խախտման 5 դեպք, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ձերբակալվել է 6 անձ, ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացված 121 տեղեկությունները ստուգման փուլում են։ Նախարարությունից տեղեկացնում են, որ ստուգվում են նաև մամուլում եւ սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի տեխնացու Նիկոլ Փաշինյանը մասնակցել է քվեարկությանը Երևանի 8 կոտորակ 20 ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում վարչապետը հայտարարել է, որ կանի այնինչ կորոշի ժողովուրդը։ Փաշինյանն անդրադարձել է նաև Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Նախ առաջինի երկրորդի հարց չի, Մոսկվայել են մեկնելու, Վաշինգտոնել են մեկնելու, Բրյուսել են մեկնելու, Փարիզել են մեկնելու, Թբիլիսիել են մեկնելու, ասել եմ նաև, որ հույս ունեմ, որ նաև հնարավորություն կունենամ մասնակցելու եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին Բաքվում եւ մենք պատրաստվում ենք լիարժեք միջազգային հարաբերությունները զարգացնել Մոսկվայում։ Միստր Փաշինյան, ես լարվածություն չեմ տեսնում, դա արհեստական լարվածություն է, Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները ունեն ինստիտուցիոնալ խորտ եւ հենված են փոխադարձ հարգանքի վրա։ Ընտրական Հայաստանում գործող որոշ ուժեր իրենք գործում են լարվածություններ ստեղծել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Այդ լարվածությունները չեն ստեղծվում այն բարձ պատճառով, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը Միստր Փաշինյան, for Reuters վարչապետները, բայց հրապարակումներ եղան, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմում կա Պաշտոնյա Կիրիենկոն, որը սխեմաներ է մշակում ըստ տարբեր հրապարակումների, այդ թվում նաև Reuters-ի, որ Հայաստան մարդիկ բերեն ընտրությունների վրա ազդեցություն ունենան, այս թեման պատրաստվում եք քննարկել Մոսկվայի հետ, թե ոչ։ Գիտեք, այն սխեմաները, որոնք չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ սխեմաները պետք է արժանանան Հայաստանի պետական ինստիտուտների գնահատականին, իսկ ընդհանուր առմամբ
ես կարծում բոլոր հարցերն էլ քննարկվում են ըստ անհրաժեշտության, եթե այդ հարցերի քննարկման անհրաժեշտություն ծագի, թույլ տվեք կանխատեսել, որ ընտրությունների արդյունքներով նման հարցեր քննարկելու անհրաժեշտություն չի առաջանում։ Իսկ տնային կալանքում գտնվող Ուժեղ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը ընտրատեղամաս է ներկայացել պրոբացիոն ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ քվեարկել է հանուն համախմբված, միավորված եւ վերակառուցվող Հայաստանի։ Ես քվեարկեցի հանուն համախմբված, հանուն միավորված, հանուն այն մի բառը չեմ ուզում ասեմ, վտանգավոր բառը, շատ ենք դրա մասին ասել, բայց ամենայն դեպս մենք բոլորս միասին պետք է համախմբենք մեր ժողովրդին, մեր երկիրը պետք է համախմբենք, մեր սփյուռքին համախմբենք նորից մեր հայրենիքի հետ, իրենց հայրենիքի հետ, դրա համար եթե այդպիսի հնարավորություն լինի, ես շատ ուրախ կլինեմ։ Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ըստ էության ոչ դուք, ոչ Ռոբերտ Քոչարյանը եւ մյուսները չեք կարողանա Հայաստանը լքեք, ասում է, որ կհայտնվեք բանտում։ Ինձ թվում է ոչ ես, ոչ Քոչարյանը չենք էլ պատրաստում Հայաստանը լքենք, դրա համար ինքը դա հասկանալով իր ձևով խոսում է։ Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի թիվ 7 կոտարագերեք ընտրատեղամասում է քվեարկել Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը, ով տեղամաս է եկել իր տիկնոջ հետ։ Քվեարկությունից հետո ընտրատեղամասի դիմաց լրագրողների հետ ունեցած շփազրույցում նա անդրադարձել է Հայաստանի հապկից դուրս գալու եւ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի սառեցմանը։ Հիմա պատկերացրեք հետևյալը։ Ռուսաստանի դաշնությունը սառեցնում է բոլոր հարաբերությունները Հայաստանի հետ։ Տնտեսական կապերը սառեցնում է Հայաստանի հետ։ Բայց ինչ հիմքով։ Իսկ հիմքերա պետք, Վաշինգտոնի հիմքերա պետք անել այն, ինչ անում է, որտեղ ուզում է։ Հիմքերը, այսպես ասենք, մեծ պետությունների հիմքերը միշտ ստեղծում են եւ հիմքերը իրենք շատ պակսասել են, որ պատրաստ չեն ֆինանսավորել Հայաստանի ճամփորդությունը դեպի Եվրոմիություն, քանի որ Եվրոմիության հետ Ռուսաստանը այսօր թշնամացած վիճակում է։ Հետևաբար, եթե Ռուսաստանը միակողմանի, այսպես ասենք, տնտեսական կապերը սառեցնում է Հայաստանի հետ, դա համարժեք է ամբողջությամբ ԵԱՏՄ-ի հետ սառեցմանը։ 98% Հայաստանի կապերի տնտեսական Ռուսաստանի հետ է, այլ ոչ թե ԵԱՏՄ-ի այլ անդամ պետությունների հետ։ Ըստ դե ֆակտո դու հայտնում ես լրիվությամբ նույն վիճակում, ավելի վատ վիճակում նույնիսկ, քան եթե ինքդ sense հոժար կամքով դուրս գայի։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը իր քաղաքացիական պարտքը կատարել է Կոտայքի մարզի Առինջ համայնքի թիվ 29 կոտորակ 29 ընտրատեղամասում, որտեղ ներկայացել է կնոջ եւ թոռնուհու հետ։ Քվեարկությունից հետո Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ քվեարկել է հանուն լավ փոփոխությունների։ Ով ինչ ուզում անի, ամենակարևոր ես մի բան գիտեմ, Աստված պետք է կամանա, Աստծո կամոք, որ արժան է իմ ազգի, իմ ժողովուրդը, դա է լինելու է։ Աստծուց առաջ ոչ մեկ չի կարողանի։ Դա որոշած Աստծո կամոք, ինչ պետք է լինի եւ ոնց է լինելու։ Ես նույնիսկ ասում եմ, առաջի քրիստոնյա ազգն ենք, Աստված մեզնից երես չի թեքելու եւ իմ ժողովրդի առաջ լույս է բացվելու, լավ փոփոխություն լինելու, որ մարդիկ էլ կարողանան փող աշխատեն, իրենց տունը պահեն, բիզնես հիմնեն, փոքր ու միջին բիզնես, միայն ու միայն ինչքան մենք շուտ կարողանանք Քրիստոսի արձանը բացեմ, իմացեք, որ տարեկան 50-ից 100 միլիարդ փող է գալու, բոլորն էլ հարստանալու են, բոլորն էլ լավ են ապրելու, туриզմը զարգանալու է, ամեն մեկ աշխատանք է ունենալու, ներդրում է լինելու եւ մեր երկիրը ծաղկելու է։ Իսկ միասնության թևեր կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն իր ընտրությունը կատարել է 7 կոտորակ 50 ընտրատեղամասում, այնտեղ ներկայանալով որդու հետ։ Քվեարկությունից հետո Թաթոյանը հայտարարել է, որ այս ընտրություններն ունեն պատմական նշանակություն։ Այս ընտրություններն իսկապես պատմական նշանակության են։ Մենք որոշում ենք այսօր մեր ապագան։ Մենք որոշում ենք մեր երեխաների համար, ինչ երկիր ենք մենք ունենալու մեզ համար։ Ես ուզում եմ հատկապես մի բան ասել, գիտեք, ինձ համար կյանքում մի սկզբունք է միշտ գործել, որ շատ ավելի վատ է, երբ դու ունենում ես հնարավորություն փոփոխություն անելու, ունենում ես հնարավորություն արդարություն հաստատելու, քայլ անելու եւ դա բաց ես թողում այդ հնարավորությունը, հետո չի լինում վերականգնել։ Դա շատ ավելի անգամ լավ է, երբ որևէ բան անում ես ու փոշմանում ես, այսինքն փորձում ես հասկանալ կարող է ուրիշ ձև լինել, քան մի բան, որ չես անում, հետո փոշմանում ես այն քայլի համար, որ
կարող է լինել այդպես, այդ է բաց թողնված հնարավորությունը։ Ես ուզում եմ, որ այս ընտրությունները չլինեն բաց թողնված հնարավորություն մեզ համար։ Հիշեցնեմ, որ Գյումրիի Շանթի մեր գործընկերները եւս այսօր աշխատում են արտակարգ ռեժիմով, առաջարկում եմ ուղիղ կապ հաստատել Գյումրիի Շանթի լրատվական տաղավար, մեզ այնտեղ դարձյալ սպասում է Հեղինե Քյուշքյանը, Հեղինե, ըստ էության քվեարկության համար նախատեսված ժամանակահատվածի կեսն արդեն անցել ենք, ինչ արձանագրումներ եք դուք արել Շիրակի մարզում։ Այո, Վահագ, արդեն 7 ժամը լրացավ, ինչ քվեարկությունը տեղամասերում շարունակվում է, հիշեցնեմ, Շիրակի մարզում կա 220 ընտրատեղամաս եւ այս ընթացքում ժամը 14-ի դրությամբ ուզում եմ ասել, թե ինչպիսի մասնակցություն է գրանցվել Շիրակի մարզում։ Ընդհանուր ընտրողների թիվը 209,159 է, արդեն քվեարկությանը մասնակցել է 65,618 ընտրող, եւ սա կազմում է ընտրողների ընդհանուր թվի 31,3%-ը։ Ընդհանուր առմամբ միշտ Շիրակի մարզը առանձնացել է եւ մասնավորապես Գյումրին առանձնացել է ոչ ակտիվ մասնակցությամբ նախորդ ընտրությունները 2021 թվականին գրանցվել է Գյումրիում 41,1% ակտիվություն, իսկ այժմ միայն կարող ենք Շիրակի մարզի տվյալները ներկայացնել, քանի դեռ չկան Գյումրիից ընդհանուր 82 ընտրատեղամասերից առանձնացված տոկոսային տվյալները։ Մեր նկարանող խմբերը շարունակում են ընտրատեղամասերում ֆիքսել ինչպես է ընթանում ընտրությունը, քվեարկության կարգը, այս պահին առաջարկում եմ տեսակապ հաստատել Հասմիկ Թումասյանի հետ, տեղամասում աշխատում են Հասմիկ Թումասյանը եւ Վահագն Բարակյանը, նրանք գտնվում են 31 ընտրատարածքի թիվ 1 ընտրատեղամասում։ Այո, Հեղինե, մենք այս պահին Շիրակի պետական համալսարանում ենք, որտեղ տեղակայված են 31-ի 2 եւ 31-ի 3 ընտրատեղամասերը առանձին մուտքերով։ Մեկ հասցեում երկու տեղամասի արկայությունը պայմանավորված է թաղամասի խիտ բնակեցվածության եւ բնակիչների ակտիվ հոսքով։ 31-ի 3 տեղամասում առավոտվա 8-ից սկսած մինչեւ այս պահը բավականին ակտիվ է բնակիչների հոսքը։ Մենք նկատում ենք նաեւ կուտակումներ դրան մոտ եւ նաեւ որոնք մոտենում են հանձնաժողովի անդամներին ստանալու քվեաթերթիկներն ու ապա մոտենալու քվեախցիկներին։ Իհարկե հանձնաժողովի անդամներն ու պատասխանատուները փորձում են կազմակերպել ընթացքը հավելյալ լարվածություն չապահովելու, չստեղծելու համար, որպեսզի ամեն բան ընթանա բնականon հունով։ Պիտի նշեմ, որ 31-ի 3 տեղամասում 1777 ընտրող է գրանցված։ Մեզ հետ է այս պահին ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արմինե Մարտիրոսյանը, ում հետ էլ կխոսենք ընտրությունների ընտրական գործընթացից, որը տեղի ունենում այս ընտրամասում եւ հասկանանք ինչպիսին է ակտիվությունը։ Բարև ձեզ տիկին։ Պիտի խնդրեմ ներկայացնեք, թե քանի արդեն ընտրող եք ունեցել, որքան են եկել ընտրության, ակտիվությունը այս պահի դրությամբ ինչպես կգնահատեք։ Աննախադեպ ակտիվությունը 750 ընտրող այս պահի դրությամբ։ Մենք տեսնում ենք կուտակումները, ժողովուրդը գալիս է, դուք կանգնեցնում եք, շատերին թույլ չեք տալիս ներս մտնել, մինչև ներսում եղածները դուրս կգնաք, ինչպես կազմակերպել գործընթացը խնդիրներ չստեղծելու ու լարվածությունը մեղմելու։ Քանի որ ըստ ընտրական օրենսգրքի 15 տեղամասում պետք է ներկա գտնվեն այդ պահին 15-ից ոչ ավել ընտրողներ, փորձում ենք այդ 15-ը պահել։ Հիմնականում կուտակումներ առաջանում են շատ քվեաթերթիկներ լինելու պատճառով, քանի որ հանձնաժողովի անդամը պետք է այդ 15 քվեաթերթիկները հենց այն պահին, երբ ընտրողը մոտենում է, ժամանակ հատկացնի, կուտակումները հիմնականում քվեաթերթիկների պատճառով է, շատ լինելու պատճառով է։ Այլապես մյուս գործընթացները, գործառույթները նորմալ կատարվում են տեղամասում։ Տարբեր տարիքային խմբերի քաղաքացիներ են գալիս ընտրության, նրանց մեծ գերակշռում էին հատկապես տարեցները, ինչպես է նրանց հետ ընտրական գործընթացը կազմակերպվում, արդյոք տեղյակ էին բոլոր պրոցեսներին, թե տեսնում ենք նաև, որ իրենց հետ բացատրական աշխատանքները տեղ ունենում, բացատրում են ինչպես պետք է տեղ ունենա այդ ամբողջ պրոցեսը, ինչպես են կանում սա կազմակերպել։ Հանձնաժողովի անդամներին խնդրել եմ, հրահանգել եմ նաև, որպեսզի բոլոր ընտրողներին տեղեկացնեն ընտրության կարգը, չնայած լինում են դեպքեր, որ ընտրողները մի քիչ, հատկապես տարեց ընտրողները մի քիչ դժվար են ըմբռնում այդ մեկ քվեաթերթիկ ծրարի մեջ տնելու այդ հանգամանքը, բայց փորձում ենք կարգավորել։ Չի ասի թե տարեցներն են շատ, երիտասարդները շատ են, մենք արդեն ունեցել ենք բազմաթիվ առաջին անգամ ընտրողներ, նվերներ արդեն սպառվել են ցավոք սրտի, մի քանիսը արդեն մնացել են առանց նվերներ, կենտրոնական դրական հանձնաժողովի կողմից հատկացված։ Բոլոր տարիքային խմբերն մասնակցություն ունեն, շատ ակտիվ։
18 տարեկանները տեղյակ են գործընթացի կազմակերպման, իրենց հետ ավելի հեշտ եղավ աշխատանք։ Տեղեկացնում ենք, բայց մեկ անգամից հասկանում են բարկասու։ Նկատեցինք նաև միջադեպեր, երբ քաղաքացիները կամ գրանցված չէին տեղում կամ սարքերը չէին հասկանում, արդյոք այդ process-ը այստեղ նորմալ է, թե ոչ, ինչպես ենք այս ամեն ինչը փորձում կազմակերպել։ Գիտեք, քանի որ այս շենքում մանկավարժական համալսարանում գործում է 2 տեղամաս, շատ հաճախ տեղամասերը շփոթում են ընտրողների, դրա համար ուղղորդում ենք, եթե մեր ցուցակների մեջ չեն գտնում իրենց անունն հասկանունը, խնդրում ենք ճշտեն նաև մյուս տեղամասում, բայց մեր մասնագետները փորձում են արագ այդ հարցերը կարգավորել։ Քանի նմանատիպ միջադեպ եք ունեցել։ 2-3 ոչ ավել։ Ընդ որում մեկը մեր ընտրողներ ուղղակի չէր կարտացել, նույնականացումը չէր անցկացվել, հետո մյուս սարք նույնականացրեց։ Ինչ կասեք տեղական եւ միջազգային դիտորդների արկայության մասին, արդյոք եղել են շրջել են տեղամասում, իրենք ինչ արձանագրություններ են կազմել, եղել է, չգիտեմ, ինչ որ նկատառումներ, որի մասին ասել են ձեզ, փորձել եք միջազգային դիտորդների եղել է ԵԱԽՎ-ից եւ բրիտանական դեսպանատներից այցելուներ են ունեցել, դիտորդներ, հետո այցելուներ։ Իհարկե իրենց կազմած արձանագրություններից ես տեղյակ չեմ, որևէ ինչ որ բան ինձ չեն ասել, բայց իրենց ներկայության ընթացքում ամեն ինչ նորմալ է ընթացել տեղամասում։ Վիախցիկները պետք է այնպես տեղադրված լինեն, որ իրենց հետևում չլինեն պատուհաններ, թափանցող դռներ եւ այլն, տեսնում ենք, որ այստեղ այդպիսին է, դուռ կա հետևում, ինչպես ենք թափանցիկությունը ապահովում, որ խնդիր չլինի, այնտեղից մարդիկ դուրս չգան, process-ին չխանգարեն, չմիջամտեն եւ չլինի, որ տեսնում եք, ինչպես տեսնում եք, մեր բոլոր դռները թղթերով հնարավորինս մենք կնիքել ենք, որովհետեւ դռները չբացվեն, իսկ այդ դիմաց միջանցքի ամենավերջում այդ պատուհանը թղթերով սպիտակ թղթերով մենք կարողացել ենք ծածկել, որովհետեւ տեսանելիություն չլինի։ Այս պահին դուրը փակ է։ Այդ վերջին դուրը, որի մասին խոսում եք, թափանցիկ ապակիներով, որը հիմա ծածկված է, փակ է։ Բավականին ակտիվ է այս պահին հոսքը, երբեք ակնկալում ավելի բարձրոց, կարծում եմ, որ այսպեսին եղել է նաև առավոտյան բացվելուն։ Առավոտ 8-ից այս հոսքը այսպեսին է եղել, չեմ կարծում, թե կդադարի մինչև 8-ը։ Երևի այսպես էլ կընթանա։ Մարտիրոսյան, հիշեցնեմ նաև, որ ընտրատեղամասում ինչպես ինքներդ եք նկատում բավականին ակտիվ է հոսքը, անընդմեջ քաղաքացիներ են գալիս կատարելու իրենց քաղաքացիական պարտքն ու կատարելու ընտրություններ, որոշներին տեղեկացում ընտրական գործընթացների մասին հենց տեղում, եթե ունեն խնդիրներ իրազեկվածության հետ կապված, որը բոլոր տեղամասերում էլ նկատելի է։ Հիշեցնեմ նաև, որ Շիրակի պետական համալսարանում տեղակայված են նաև 31-ի 2 տեղամասը, որտեղ գրանցված են 1781 ընտրողներ, որոնցից այս պահի դրությամբ արդեն ընտրությանը մասնակցել է շուրջ 700 քաղաքացի։ Նման հոսքի 2 ընտրատեղամասերում ակնկալում են եւ սպասում են մինչեւ 20-ը։ Հեղինե։ Շնորհակալություն գործընկերներ տեղեկատվության հաղորդման համար։ Ես հիշեցնեմ, որ մենք կապ էինք հաստատել Շիրակի մարզում Գյումրիի Շանթի մեր գործընկերների հետ։ Մենք մեր մյուս թողարկումների ընթացքում եւս նման կապեր կհաստատենք ավելի թարմ տեղեկատվություն ստանալու համար։ Մինչ այդ ես հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ընտրում են 9-րդ գումարման ազգային ժողովը։ Ժամը 8-ից մեր երկրի ամբողջ տարածքում բացվել են բոլոր ընտրատեղամասերը։ Հիշեցնեմ նաեւ, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ, որից 16-ը կուսակցություններ են, 2-ը դաշինք։ Մենք այս պահին հնարավորություն ունենք նաև կապ հաստատելու Երևանի ընտրատեղամասերից մեկում աշխատող մեր գործընկերներից մեկի հետ։ Իմ գործընկեր Տիգրան Հովակիմյանը գտնվում է 9 կոտորակ 58 ընտրատեղամասում եւ կարծում եմ, որ մենք Ինձ այս պահին հուշում եմ, որ քիչ հետո հնարավորություն կլինի զրուցելու Տիգրան Հովակիմյանի հետ։ Տիգրան Հովակիմյանը հիշեցնեմ գտնվելու է 9 կոտորակ 58 ընտրատեղամասում, բայց մինչ այդ ասեմ, որ ընտրախախտումների մասին են հայտարարում թե իշխանության եւ թե ընդդիմության ներկայացուցիչները։ Օրինակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորի տեխնացու Վահագն Ալեքսանյանն է այսպիսի գրառում արել, մեջբերեմ այն, ստացել ենք տեղեկություն, որ տեղամասերից մեկում քաղաքացին փորձել է դուրս հանել 16 համարի քվեաթերթիկը, առավել քան վստահ եմ, որ սա ընտրակաշառք ստանալու պայմաններից մեկն է։ Նման բոլոր դեպքերում ահազանգ է լինելու ոստիկանություն եւ հուսով եմ իրավապահները հենց
տեղից բերման կենթարկեն այդ մարդկանց ընտրակաշարք ստանալու կասկածանքով։ Իր հերթին Հայաստան դաշինքն է հայտարարել, թե ընտրական օրվա ընթացքում արձանագրվել են քվեաթերթիկներ ընտրատեղամաս բերելու, ինչպես նաև ընտրատեղամասից դուրս հանելու դեպքեր։ Իսկ ուժեղ Հայաստան դաշինքը հայտարարել է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչները համակարգված եւ զանգվածային խախտումներ են իրականացնում ընտրատեղամասեր մուտք գործելով իրենց քարոզչական նյութերով։ Հիշեցնեմ, ես ներկայացնում եմ 3 քաղաքական ուժերի կողմից արված հայտարարությունները ըստ իրենց ընտրախախտումների մասին։ Ինձ արդեն հուշում են, որ մենք կարող ենք կապ հաստատել Տիգրան Հովակիմյանի հետ։ Տիգրան Հովակիմյանը, հիշեցնեմ, 9.58 ընտրատեղամասում է։ Տիգրան, արդեն ըստ էության ընտրական բուն գործընթացի, քվեարկության գործընթացի կեսն արդեն հատել ենք, այն ընտրատեղամասում, որտեղ հիմա գտնվում եք, ինչպիսի պատկեր է մինչ այս պահն արձանագրվել, խնդրեմ։ Վաղը մի փոքր ուղում կատարեմ, այժմ մենք գտնվում ենք Հայաստանի գրողների միության շենքում, որտեղ միաժամանակ 2 տեղամաս կա, 9 կոտորակ 58 եւ 9 կոտորակ 59։ Երկու տեղամասերին բաժանում է մի ընդհանուր սրահ եւ մուտքերը տարբեր են։ Աստիճանների վրա հերթով մարդիկ սպասում են, որպեսզի գան ընտրություն կատարեն։ Բավականին ակտիվ է անցել այստեղ ընտրությունը 2 տեղամասերում էլ։ Եվ այժմ 2 տեղամասերի հանձնաժողովի նախագահների հետ էլ հնարավորություն ունենք զրուցելու։ Այժմ զրուցենք 9 կոտորակ 59 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սամվել Ներսիսյանի հետ։ Պարոն Ներսիսյան, ինչպես է անցել ընտրության ընթացքը, արդյոք ահազանգեր կամ խախտումներ գրանցվել են ձեր տեղանքից։ Խախտումները ահազանգեր չեն գրանցվել, ընտրությունը անցել է շատ նորմալ, բայց բավականին ակտիվ, կարելի ասել։ Այս վերջի ժամանակաշրջանի համեմատ ամենաակտիվ ընտրությունները այսօրվա ընտրություններն են։ Մարդկանց հոսքը անընդհատ շարունակվում է, հերթի տակ, ընդդուպ հերթը մինչև դրսի դռան, ընդդուպ մինչև փողոցը մարդկանց հերթը կանգնած է։ Հնարավորինս ամեն ինչ անում ենք, գոնե վարկաներ շահենք, որպեսզի կրճատենք հերթում կանգնած մարդկանց քանակը։ Ի տարբերություն այս տեղամասի, որում հիմա գտնվում ենք, դուք նշեցիք, որ ձերը մի փոքր ավելի շատ է։ 2019 ընտրողներից այս պայծրությամբ քանիսն են ընտրության եկել։ 850 ընտրող արդեն մասնակցել են, իրենց կամ արտահայտությունը արել են ու հերթի տակ սպասարկում ենք մնացած քաղաքացիներին եւ հույս ունեմ 1200-ի սահմանը կհատենք։ Նաև նշեցիք այն ժամանակ, որ փոքրիկ անճշտություններ են եղել։ Հա, իմիջիայլոց ասեմ մի 4-5 հասցեներում հետեւյալ անճշտությունն է, որը մեր հետ կախված չի, բայց քաղաքացիներ չգիտեմ ինչու մեզ են մեղադրում։ Խնդիրը նրանում է, որ տան վրա գրանցված անձանց թիվը առանց տանտիրոջ գիտությամբ ինչ որ ավել է գրված 2 հոգի, 3 հոգի տուն կա, որ 4 հոգի։ Մեր պնդումները թե գնացեք անձնագրային բաժնի հետ ճշտեք ձեր թվերը, դժգոհում են, թե դուք միջոցներ ձեռնարկեք, դուք մեզ տվեք թիվ, մենք իրավասու չենք։ Ըստ ընտրական օրենսգրքի մենք նման ինֆորմացիա տալու իրավունք չունենք։ Ուղղորդել եք համապատասխան անձնագրային բաժին, որոնք մոտենում են ոստիկաններին, տեղամասի ոստիկաններին, բայց ոստիկանները դարձլություն չեն տալիս, հետևաբար անձնագրային բաժինն ամենակ այդ հարցի սպառիչ պատասխանը տալու։ Շնորհակալություն, ես հիշեցնեմ, որ զրուցում ենք 9 կոտորակ 59 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սամվել Ներսիսյանի հետ եւ հիմա հնարավորություն ունենք նաեւ զրուցելու այն տեղամասի հանձնաժողովի նախագահի հետ, որում գտնվում ենք եւ Տիկին Ռոզա Բաղդասարյանն է մեզ հետ զրուցում։ Բարև ձեզ։ Տիկին Բաղդասարյան, դուք էլ կխնդրեմ ներկայացնեք, թե այս տեղամասում մինչեւ այս րոպեները ինչ է տեղի ունեցել եւ ինչպես կնկարագրվի։ Մարդկանց մեծ հոսք է եղել, մեր տեղամասը ունի 1823 ընտրող, արդեն 760 ընտրող ընտրել է, կուտակումներ եղան, մենք խնդրեցինք, որ մի փոքր ոստիկանը հերթը պահի, քիչ-քիչ մարդիկ մոտենան, ընդհանուր առմամբ ոչ մի խախտում չի եղել, ամեն ինչ ընթանում է նորմալ, միջազգային դիտորդներ ենք ունեցել, ԶԼՄ-ներից ենք ներկայացուցիչներ ունեցել, ընդհանուր առմամբ նորմալ է։ Ձեզ մոտ ընտրելու իրավունք ունեն 1823-ը, նրանցից քանիսն են մինչև այս պահը եկել։ 760 ընտրող արդեն ընտրել է։ Գրեթե կեսի չափ։ Հավելելու բան ունեք։ Ոչ, շատ ակտիվ, մեծ մասնակցությամբ ընտրություններ են։ Շնորհակալություն, ես հիշեցնեմ, որ զրուցեցինք նաև 9 կոտորակ 58 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ռոզա Բաղդասարյանի հետ։
Նշեմ, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում նաև 18 տարին լրացած ընտրողների համար փոքրիկ հուշանվերներ կա կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից եւ նշեմ նաև, որ այն տեղամասերը, որտեղ 300-ից ավելի ընտրողներ կան, այդ տեղամասերում ապահովվում է ուղիղ հեռարձակում եւ այդ տեղամասերը հանրապետության շուրջ 99%-ն են կազմում։ Վաղն ընդամենը 3.5 ժամից ընտրությունները կավարտվեն եւ ուղիղ ժամը 20:00-ին տեղամասերը կփակվեն եւ կմեկնարկի ձայների հաշվարկի փուլը։ Մենք շարունակենք մայրաքաղաքում շրջել այլ տեղամասերում եւս եւ կունենանք ուղիղ հեռարձակումներ։ Շնորհակալություն Տիգրան, ես հիշեցնեմ, որ մեկ տարածքում գտնվող երկու ընտրատեղամասից հաղորդում էր Տիգրան Հովակիմյանը։ Այժմի համար առանձնացրել էինք այսքանը, ես դարձյալ հիշեցնեմ, որ Շանտ Նյուզը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով, մեր հաջորդ հանդիպումը ժամը 18-ին է առայժմ։